Ինչ կլինի, եթե ասեմ ձեզ, որ ձեր բազմամյա անկնության լուծումը չի գտնվում դեղատուփում, այլ ձեր սեփական խոհանոցում, որ մեկ պարզ առարկա, որը կա յուրաքանչյուր տանը, կարող է ձեզ վերադարձնել այն խորը, բուժիչ քունը, որ ունեիք երիտասարդության ժամանակ։ Հենց հիմա, այս վայրկյանին, հազարավոր մարդիկ տանջվում են անկնությունից, կուլ են տալիս հաբեր, փոխում են թանկարժեք բարձեր և ոչինչ չի օգնում։ Իսկ պատասխանը այնքան պարզ է, որ երբ իմանաք, չեք հավատա ձեր ականջներին։ Մնացեք մինչև վերջ այս տեսանյութում, և ես ձեզ կբացահայտեմ 5 հնագույն գաղտնիք, որոնք փոխել են իմ հարյուրավոր հիվանդների կյանքը։ Վերջինը ամենահզորը։ Հենց նա օգնեց մի կնոջ ազատվել քնաբերից 30 տարվա կախվածությունից հետո։ Իմ անունը Անահիտ է։ Ես նյարդաբան եմ, քնի խանգարումների ոլորտում։ Այս տարիների ընթացքում իմ ձեռքով անցել է ավելի քան 300 հիվանդ, և ես տեսել եմ ամեն ինչ, թեթև անկնությունից մինչև ամենածանր դեպքեր, երբ մարդը տասնամյակներ շարունակ նորմալ չի քնել։ Ես ուսումնասիրել եմ ժամանակակից մեթոդները, աշխատել եմ թանկարժեք սարքավորումներով, նշանակել եմ ամենաժամանակակից տեղերը։ Բայց գիտեք, թե ինչն է ինձ միշտ զարմացրել։ Ամենապարզը, գրեթե մոռացված ժողովրդական մեթոդները հաճախ ավելի լավ էին աշխատում, քան ժամանակակից բժշկությունն առաջարկում է ամեն ինչ։ Եվ այսօր ես ձեզ հետ կկիսվեմ հենց այդպիսի մեթոդներով։ Հիշում եմ, թե ինչպես 5 տարի առաջ իմ ընդունարան եկավ Աստղիկը, Գյումրից 72-ամյա կինը։ Նա հյուծված տեսք ուներ, աչքերը մարած, ձեռքերը դողում էին։ Անահիտ, հանգիստ ասաց նա, ես արդեն չեմ հիշում, թե ինչ է նորմալ քունը։ 32 տարի քնաբերան ընդունում, և այնուամենայնիվ գիշերը չեմ քնում 3 ժանից ավելի։ Գլուխս մշուշի մեջ է, թոռների անունները խառնում եմ, երեկվա օրը չեմ հիշում։ Բժիշկները ասում են, որ սկսվում է դեմենցիա, բայց ես զգում եմ, սա ծերություն չէ, սա անկնությունից է։ Ես նայեցի նրա բժշկական քարտին, տասնյակ տարբեր տեղեր, հոգեբույժների, նյարդաբանների, կարդիոլոգների խորհրդատվություններ, ամեն ինչ առանց արդյունքի։ Եվ այդ ժամանակ ես որոշեցի փորձել այն, ինչի մասին կարդացել էի հին բժշկական ամսագրերում, բայց երբեք չէի կիրառել պրակտիկայում։ Ես նրան տվեցի մեկ պարզ խորհուրդ, այնքան պարզ, որ սկզբում նա նույնիսկ չհավատաց։ Բայց արդեն այդ գիշերը տեղի ունեցավ հրաշք։ Առաջին անգամ 30 տարվա ընթացքում նա քնեց 7 ժամ անընդմեջ, առանց զարթնելու։ Առավոտյան նա զանգեց ինձ, և նրա ձայնում ուրախության արդյունքներ էին։ Ես մտածում էի, որ այլևս երբեք չեմ իմանա, թե ինչ է իսկական հանգիստը։ Գլուխս մաքուր է, կարծես մշուշը ցրվել է։ Ես ամեն ինչ հիշում եմ, տրամադրությունս բարձր է։ 3 շաբաթ հետո նա ամբողջությամբ հրաժարվեց քնաբերից։ 2 ամիս հետո ընտանիքը չէր կարողանում հավատալ փոփոխություններին։ Հիշողությունը վերադարձավ, էներգիան հայտնվեց, նա գրքին դարձավ ինքը։ Այս դեպքը փոխեց իմ պրակտիկան։ Ես սկսեցի ավելի խոր ուսումնասիրել քնի վերականգնման բնական մեթոդները, և այն, ինչ հայտնաբերեցի, ինձ խորապես ցնցեց։ Պարզվեց, մեր նախնիները քնի մասին շատ ավելի շատ գիտեին, քան մենք կարծում ենք։ Նրանք չունեին ժամանակակից տեղեր, բայց ամուր էին քնում և արթնանում սթափ, նույնիսկ ծեր տարիքում։ Եվ գործը ոչ թե ստրեսի բացակայության մեջ էր։ Կյանքն այն ժամանակ ոչ պակաս ծանր էր, քան հիմա։ Գործը նրանում էր, որ նրանք ինտուիտիվ կերպով օգտագործում էին բնական նյութերի ուժը, որոնք օրգանիզմը կարգավորում էին դեպի խորը բուժիչ քուն։ Այսօր ես ձեզ կպատմեմ 5 այդպիսի մեթոդների մասին։ Սկսենք ամենապարզից և հասնենք ամենահզորին, նրան, որ փրկեց Աստղիկին։ Եթե դիտեք մինչև վերջ և կիրառեք առնվազն 3-ը, ապա արդեն 1 շաբաթից կզգաք տարբերությունը, իսկ 1 ամսից ձեր քունը կդառնա այնպիսին, ինչպիսին պետք է լինի բնությունից՝ խորը, անընդհատ վերականգնող։ Բայց նախքան սկսենք, եկեք հասկանանք, թե ինչու է առաջանում անկնությունը, հատկապես հասուն տարիքում։ Շատերը կարծում են, որ սա պարզապես ծերացման մաս է, որ տարիների հետ քնելը դառնում է ավելի դժվար և ոչինչ չի կարելի անել։ Սա վտանգավոր սխալ պատկերացում է։ Անկնությունը նորմ չէ որևէ տարիքում։ Սա օրգանիզմի ազդանշան է, որ ինչ-որ բան սխալ է գնում։ Եվ հաճախ խնդիրը ոչ ուղեղում է, ոչ նյարդերում և ոչ տարիքում։ Խնդիրը նրանում է, որ մենք ստեղծել ենք մեզ համար այնպիսի պայմաններ, որոնցում օրգանիզմը ֆիզիկապես չի կարող անցնել հանգստի ռեժիմի։ Պատկերացրեք լույսի անջատիչ։ Ցենեկը այն պետք է միացված լինի։ Սա ակտիվության, աշխատանքի, զգոնության ռեժիմ է։ Գիշերը այն պետք է անջատվի։ Սա վերականգնման, հանգստի, քնի ռեժիմ է։ Առողջ մարդու մոտ այս անջատիչն աշխատում է ավտոմատ կերպով, բայց տարիքի հետ, ստրեսի, վատ սննդի, սխալ ապրելակերպի ազդեցությամբ այս մեխանիզմը փչանում է։ Անջատիչը կպչում է միացված դիրքում, և օրգանիզմը գիշերը չի կարողանում անջատվել։ Ուղեղը շարունակում է աշխատել, մկանները մնում են լարված, շնչառությունը մակերեսային,
Սիրտը բաբախում է ավելի արագ, քան պետք է։ Եվ դուք պարկում եք բաց աչքերով, նայում առաստալին եւ տանջվում։ Քնաբեր հաբերը չեն լուծում այս խնդիրը։ Նրանք պարզապես ուժով անջատում են գիտակցությունը, բայց օրգանիզմը իսկապես չի հանգստանում։ Ավելին, ժամանակի ընթացքում առաջանում է կախվածություն, եւ առանց հաբի դուք ընդհանրապես չեք կարողանում քնել։ Սա փակ շրջան է, որից շատ դժվար է դուրս գալ։ Բայց կա մեկ այլ ճանապարհ, որը չի ճնշում օրգանիզմը, այլ մեղմ կերպով կարգավորում է այն դեպի քնի բնական ռիթմ։ Եվ սկսենք առաջին բնական օգնականից՝ ակտիվացված փայտածուխ։ Այո, նույն սևածուխը, որով վարում են խարույկները։ Տարօրինակ է հնչում, այդպես չէ, բայց դրա հետևում լուրջ գիտություն կա։ Գործն այն է, որ ձեր բարձի շուրջ օդի որակն ուղղակիորեն ազդում է քնի խորության վրա։ Շատերը նույնիսկ չեն կասկածում դրա մասին։ Մինչ դուք քնում եք, արտաշնչում եք ածխաթթու գազ, խոնավություն, մաշկի մասնիկներ։ Ամեն ինչ կուտակվում է գլխի շուրջ տարածքում, հատկապես եթե սենյակը վատ է օդափոխվում։ Ննջազգեստը կլանում է քրտինքը, դրանում բազմանում են բակտերիաները, հայտնվում է խոնավ հոտ։ Եվ թեև դուք գիտակցաբար կարող եք չնկատել, օրգանիզմը արձագանքում է։ Քիթը խցանվում է, կոկորդը չորանում է, շնչառությունը դառնում ծանր։ Դուք սկսում եք շնչել բերանով, խռմփալ, զարթնել նրանից, որ խեղդվում եք։ Մեկ տարի առաջ ինձ դիմեց Լուսինեն, 65 տարեկան, Վանաձորից։ Ամեն գիշեր զարթնում եմ նրանից, որ չեմ կարողանում քթով շնչել։ Կոկորդս չոր է, ինչպես անապատում։ Առավոտյան գլուխս ցավում է, կարծես ամբողջ գիշեր չեմ քնել։ Մենք հետազոտություն արեցինք։ Ռինիտ չկա, ալերգիա չկա, քթի միջնապատի կորություն չկա, ամեն ինչ կարգին է։ Ինչն է խնդիրը։ Ես խնդրեցի նրան նկարագրել, թե ինչ պայմաններում է քնում։ Փոքր սենյակ, պատուհանը ամբողջ ձմեր փակ, բարձը հին է, հոտ է գալիս խոնավությունից։ Ահա եւ պատասխանը։ Խնդիրը քթում չէր, այլ օդում։ Փայտածուխը բնական ֆիլտր է, անհավանական հատկություններով։ Եթե նայեք նրան միկրոսկոպով, կտեսնեք միլիոնավոր մանր ծակոտիներ։ Ածխի յուրաքանչյուր փոքր կտորը ներսից ունի մի քանի 100 քառակուսի մետր մակերես։ Այդ ծակոտիները աշխատում են ինչպես սպունգ, կլանելով օդից ամեն ինչ ավելորդ՝ խոնավություն, հոտեր, տոքսիններ, բակտերիալ մասնիկներ։ Երբ դուք ածխի կտոր եք դնում բարձի տակ, այն ամբողջ գիշեր աշխատում է որպես մինի օդմաքրիչ, գլխի շուրջ ստեղծելով մաքուր թարմ մթնոլորտ։ Ես խորհուրդ տվեցի Լուսինեին վերցնել փայտածուխի փոքր կտոր ընկույզի չափի, փաթաթել բարակ բամբակյա կտրով եւ դնել բարձի ստորին եզրին։ Նա սկեպտիկ վերաբերվեց, բայց համաձայնվեց փորձել։ 5 օր հետո նա զանգեց ինձ ուրախությամբ։ Սա անհավանական է։ Գիշերը ազատ շնչում եմ, կոկորդս չի չորանում։ Առավոտյան արթնանում եմ սթափ եւ բարձը դադարեց թհաճ հոտ տալ։ Սա մեկ դեպք չէ։ Իմ հիվանդների մոտ 60%-ը տարիքով մեծերում կանգատվում էր հենց գիշերը շնչառության խնդիրներից եւ պարզ ածխի կտորը լուծում էր այդ խնդիրը։ Ինչպես ճիշտ օգտագործել ածուխը։ Վերցրեք մաքուր փայտածուխի կտոր, ցանկալի է կեչու, այն ամենաարդյունավետն է։ Լվացեք հոսող ջրով փոշին լվանալու համար։ Չորացրեք արևի տակ կամ ջեռոցում ցածր ջերմաստիճանում։ Փաթաթեք բարակ բնական կտրով, բամբակ կամ կտավ։ Դրեք բարձի ստորին եզրին, ավելի մոտ անկողնու գլխամասին։ Ամեն 2 շաբաթ հանեք ածուխը եւ չորացրեք արևի տակ։ Սա վերականգնում է նրա կլանող հատկությունները։ 1.5 ամիս հետո փոխարինեք նոր կտրով։ Սա արժե կոպեկներ, բայց էֆեկտը նկատելի է արդեն առաջին գիշերից։ Բայց ածուխը միայն սկիզբ է։ Այն մաքրում է օդը, բայց չի ազդում անքնության ամենագլխավոր պատճառի վրա, անհանգիստ մտքերի վրա։ Եվ այստեղ մեզ կօգնի մեթոդ համար 4-ը։ Չորացրած մասուրի պտուղներ։ Մասուրը ոչ միայն հատապտուղ է, սա բնական հանգստացնող է, հայտնի հնագույն ժամանակներից։ Նկատել եք, որ հենց պարկում եք անկողին, գլխում սկսում են պտտվել մտքերը։ Ցերեկը հանգիստ էիք, իսկ գիշերը հանկարծ գալիս է անհանգստություն։ Ինչ կլինի վաղը։ Ամեն ինչ կարգին է սրտի հետ։ Բավարար կլինի գումարը ամսվա վերջը։ Ինչ կլինի երեխաների հետ։ Ուղեղը արագանում է, ինչպես շարժիչ առանց արգելակի, եւ քունը թրջում է։ Սա պարզապես նյարդեր չեն։ Սա նյարդային համակարգի խանգարում է, որը տարիքի հետ միայն ուժ գնանում է։ Տատյանան, 73 տարեկան, Գորիսից եկավ ինձ մոտ նման խնդրով։ Ցերեկը ես հանգիստ եմ, բայց հենց պարկում եմ քնելու, սկսվում է ինչ-որ խուճապ։ Սիրտս բաբախում է, մտքերը ցատկում են, կարծես քննությունից ալաչ։ Բայց իմ մոտ ոչ մի քննություն չկա, ես թոշակառու եմ։ Մենք հետազոտություն արեցինք։ Ոչ մի անհանգստության խանգարում, ոչ մի դեպրեսիա։ Ճնշումը նորմալ, սիրտը առողջ։ Ինչու է գիշերը ամեն ինչ փոխվում։ Գործն այն է, որ խավարում եւ լռության մեջ մեր ուղեղը դառնում է գերզգայուն։ Ցերեկը շուրջը շատ շեղող գործոններ կան՝ աղմուկ, լույս, խոսակցություններ, գործեր։ Նրանք զբաղեցնում են ուշադրությունը եւ չեն թույլ տալիս, որ անհանգստությունը մեծանա։ Գիշերը այս բոլոր գրգռիչները անհետանում են եւ ուղեղը սկսում է լսել ներքին ազդանշանները։ Ամենափոքր անհանգստությունը վերածվում է հսկայական խնդրի, ինչպես ջրի կաթիլը լռության մեջ թվում է ջրվեժի աղմուկ։ Մասուրը պարունակում է եզակի միացություններ, ֆլավոնոիդներ եւ պրոցեանիդիններ, որոնք նյարդային համակարգի վրա ազդում են ինչպես բնական հանգստացնող միջոց։
բայց առանց կողմնակի ազդեցությունների։ Երբ դուք շնչում եք չորացրած մասուրի պտուղների բարակ, հազիվ նկատելի բույրը, այդ նյութերը հոտարական ընկալիչների միջոցով հասնում են ուղեղ եւ ազդանշան են տալիս. վտանգ չկա, ամեն ինչ լավ է, կարելի է հանգստանալ։ Սա աշխատում է ինստինկտների մակարդակում, ավելի խոր, քան ցանկացած գիտակցական ջանք։ Ես խորհուրդ տվեցի Տատյանային դնել մի բուր չորացրած մասուր փոքրիկ կտավե պարկի մեջ եւ պահել այն բարձի տակ։ Նա փորձեց։ Երրորդ գիշերը զանգեց ինձ, չեմ կարող հավատալ։ Պարկում եմ, շնչում եմ այդ թեթև բույրը եւ անհանգստությունը լուծվում է։ Մտքերը հանգստանում են, կարծես ինչ-որ մեկը մեղմորեն շոյում է գլուխս եւ շշնջում. ամեն ինչ լավ կլինի։ Ես հանգիստ եմ քնում, գրեթե ինչպես մանկության ժամանակ։ 10-ից 7 տարեց մարդից չեն կարողանում քնել, հենց անհանգիստ մտքերի պատճառով։ Սա ընկնության հիմնական պատճառներից մեկն է։ Բայց մի բուր չորացրած հատապտուղներ, որոնք արժեն մի քանի տասնյակ դրամ, մեղմ եւ բնական կերպով լուծում են այդ խնդիրը։ Ոչ մի քիմիա, ոչ մի կախվածություն։ Ինչպես օգտագործել մասուրը։ Գնեք դեղատանը կամ շուկայում չորացրած մասուրի պտուղներ։ Համոզվեք, որ դրանք մաքուր են, առանց բորբոսի եւ օտար հոտերի։ Վերցրեք փոքրիկ պարկ բնական կտորից, ամենալավը կտավից կամ բամբակից։ Լցրեք այնտեղ մի բուր հատապտուղներ, մոտ 1 ճաշի գդալ գլխով։ Փակեք պարկը եւ դրեք բարձի տակ, ավելի մոտ գլխին։ Բույրը պետք է լինի հազիվ նկատելի, չնյարդայնացնող։ Փոխարինեք հատապտուղները ամեն 2 շաբաթը 1։ Ժամանակի ընթացքում դրանք կորցնում են իրենց բույրն ու արդյունավետությունը։ Կարելի է համադրել մասուրը ածխի հետ։ Ածուխը կմաքրի օդը, մասուրը կհանգստացնի միտքը։ Էֆեկտը մի քանի անգամ ուժգնանում է, բայց սա դեռ սահմանը չէ։ Առջևում կան եւս 3 ավելի հզոր մեթոդներ։ Մեթոդ համար 3-ը՝ ծառերի եթերային յուղեր։ Երբևէ նկատել եք, թե ինչպես է փոխվում ինքնազգացողությունը, երբ հայտնվում եք անտառում։ Օդը դառնում է ասես ավելի թեթև, ավելի հեշտ է շնչել, գլուխը պարզվում է, անհանգստությունը նահանջում է, սիրտը հանգստանում է։ Սա պարզապես հաճելի զգացողություն չէ, սա իրական ֆիզիոլոգիական էֆեկտ է, որը կարելի է չափել եւ գիտականորեն բացատրել։ Ծառերը սոչին, եղևնին, կեչին, հացը օդ են արձակում հատուկ նյութեր, որոնք կոչվում են ֆիտոնցիդներ։ Սրանք բնական հակաբիոտիկներ են, որոնցով ծառերը պաշտպանվում են վնասակար միկրոօրգանիզմներից, բայց մարդու համար այդ նյութերը դառնում են իսկական դեղորայք։ Ֆիտոնցիդները սպանում են օդուն բակտերիաները, նվազեցնում են բորբոքային պրոցեսները շնչուղիներում, կայունացնում են նյարդային համակարգի աշխատանքը եւ, ինչը հատկապես կարևոր է, օգնում են օրգանիզմին անցնել ստրեսի ռեժիմից դեպի հանգստի ռեժիմ։ Նվերը 78 տարեկան Սևանից դիմեց ինձ գանգատով։ Գիշերները դժվար եմ շնչում, սիրտս արագ է բաբախում, կարծես վազում եմ ինչ-որտեղ, թեև պարզապես պարկած եմ անկողնում, չեմ կարողանում հանգստանալ։ Զգում եմ ինձ ինչպես ձգված լար։ Մենք ամբողջական հետազոտություն արեցինք, սրտի հետ ամեն ինչ կարգին է, թոքերը մաքուր են, ճնշումը նորմալ, ոչ մի պաթոլոգիա, բայց խնդիրը իրական էր։ Գործն այն է, որ մեր նյարդային համակարգը բաղկացած է 2 մասից՝ սիմպաթիկ եւ պարասիմպաթիկ։ Սիմպաթիկը ակտիվության, ստրեսի, պայքարի ռեժիմն է։ Այն միանում է, երբ պետք է գործել, աշխատել, լուծել խնդիրներ, փրկվել վտանգից։ Պարասիմպաթիկը հանգստի, թուլացման, վերականգնման ռեժիմն է։ Այն պետք է միանա գիշերը, որպեսզի օրգանիզմը կարողանա հանգստանալ եւ վերականգնվել։ Բայց շատ մարդկանց մոտ հատկապես տարեց տարիքում այս համակարգը խախտված է։ Սիմպաթիկ բաժինը աշխատում է անընդհատ, նույնիսկ գիշերը, իսկ պարասիմպաթիկը չի կարողանում միանալ։ Եվ մարդը պարկում է լարվածության մեջ, ֆիզիկապես չի կարողանում հանգստանալ, թեև շատ հոգնած է։ Հաշմանդամ ծառերի եթերային յուղերը աշխատում են ինչպես բնական անջատիչ։ Երբ դուք շնչում եք դրանց բույրը, այդ յուղերի մոլեկուլները հոտարական նյարդերի միջոցով ուղղակիորեն հասնում են ուղեղի լիմբիկ համակարգ, այն մասը, որը պատասխանատու է հույզերի եւ ստրեսի կառավարման համար։ Այնտեղ նրանք գործարկում են ռեակցիաների շղթա, որոնք նվազեցնում են ստրեսի հորմոնների, կորտիզոլի եւ ադրենալինի մակարդակը եւ բարձրացնում են հանգստացնող հորմոնների, սերոտոնինի եւ մելատոնինի մակարդակը։ Սիրտը սկսում է ավելի դանդաղ բաբախել, շնչառությունը դառնում է ավելի խոր, մկանները թուլանում են։
Ես նվերին տվեցի փոքրիկ պարկ կեչու թեփով եւ սոճու եթերային յուղի մի քանի կաթիլով։ Խնդրեցի դնել այն բարձի կողքին, որպիսի բույրը լինի հազիվ նկատելի։ Արդեն երկրորդ գիշերը նա նկատեց փոփոխություններ։ Զարմանալի է, պարկում եմ, շնչում եմ այդ անտառային բույրը եւ զգում եմ, թե ինչպես է լարվածությունը հեռանում։ Կարծես պարկած եմ ոչ թե քաղաքային բնակարանում, այլ գյուղում, սոճու անտառում։ Շնչառությունս թեթևանում է, սիրտս հանգստանում է եւ ես քնում եմ։ Մեկ շաբաթ հետո նա արդեն քնում էր 6-7 ժամ առանց զարթնելու։ Հետազոտությունները հաստատում են, որ հաշմանդամ ծառերի բույրերի ներշնչումը նվազեցնում է սրտի զարկերի հաճախությունը միջինը 15-20 հարվածով րոպեում, իջեցնում է զարկերակային ճնշումը 5-10 մմ սասասյունակով եւ գրեթե կրկնակի նվազեցնում է կորտիզոլի մակարդակը։ Սա հզոր էֆեկտ է, համեմատելի դեղորայքի հետ, բայց բացարձակապես անվտանգ եւ բնական։ Ինչպես օգտագործել հաշմանդամ բույրերը։ Կարող եք գնել փոքրիկ բարձիկ լցված կեչու թեփով։ Նրանք վաճառվում են առողջության կամ էկո ապրանքների խանութներում։ Կարող եք պատրաստել ինքներդ։ Վերցրեք փոքրիկ կտավե պարկ, լցրեք այն 4 սոճու ասեղներով կամ կեչու թեփով։ Ավելացրեք 2-3 կաթիլ բնական եթերային յուղ հաշմանդամ ծառերից։ Դրեք պարկը բարձի կողքին կամ բարձի երեսի մեջ։ Երբ բույրը թուլանա, պարզապես ավելացրեք եւս մի քանի կաթիլ յուղ։ Մեկ այդպիսի պարկը կծառայի ձեզ մի քանի ամիս։ Հիմա եկեք ամեն ինչ միավորենք։ Ինչ ենք արդեն իմացել։ Ածուխը մաքրում է օդը, մասուրը հանգստացնում է մտքերը։ Հաշմանդամ յուղը փոխում է նյարդային համակարգը դեպի հանգստի ռեժիմ։ Սա արդեն հզոր համադրություն է։ Բայց առջևում կան եւս երկու մեթոդ, որոնք ազդում են ֆիզիկական մարմնի վրա եւ ստեղծում են իդեալական պայմաններ խորը քնի համար։ Մեթոդ համար 2. Պարանոցային բաժնի ողնաշարի ճիշտ աջակցություն։ Շատ մարդիկ նույնիսկ չեն կասկածում, որ իրենց անքնությունը կապված չէ նյարդերի հետ, այլ քնի ժամանակ պարանոցի սխալ դիրքի հետ։ Նկատել եք, որ արթնանում եք կարծրացած պարանոցով, որ ուսերը կարծես կապարով լցված են, որ գլուխը դժվար է շրջել եւ ամբողջ օրը զգում եք ինքներդ ձեզ կոտրված։ Սա պարզապես անհարմարություն չէ, սա նշան է, որ գիշերը ձեր ուղեղը բավարար թթվածին չի ստացել։ Գործն այն է, որ պարանոցային բաժնի ողնաշարով անցնում են խոշոր զարկերակներ, որոնք ուղեղը սնում են արյունով։ Երբ պարանոցը գտնվում է սխալ դիրքում, չափից բարձր, չափից ցածր կամ ոչ բնական անկյան տակ թեքված, այդ զարկերակները սեղմվում են, արյան հոսքը դանդաղում է, ուղեղը ստանում է ավելի քիչ թթվածին եւ սննդանյութեր։ Ի պատասխան օրգանիզմը միացնում է անհանգստության ռեժիմը։ Սիրտը սկսում է ավելի հաճախ բաբախել, շնչառությունը դառնում է մակերեսային, քունը ընդհատվող։ Դուք կարող եք չգիտակցել դա, բայց մարմինը ամբողջ գիշեր գտնվում է թեթև ստրեսի վիճակում։ Վարդանը 71 եկավ ինձ մոտ գանգատով, արթնանում եմ պարանոցի եւ ուսերի ցավից։ Առավոտյան գլուխս ծանր է, կարծես ընդհանրապես չեմ քնել։ Գնեցի թանկարժեք օրթոպեդիկ բարձ, չօգնեց։ Մենք նկարահանումներ արեցինք, ոչ մի չողվածք։ Օստեոխոնդրոզը տարիքային նորմայի սահմաններում է։ Խնդիրը ողնաշարում չէր, այլ բարձի մեջ։ Ավելի ճիշտ, նրանում, որ ցանկացած բարդ, նույնիսկ ամենաթանկը, չի կարող իդեալականորեն համապատասխանել յուրաքանչյուր մարդու։ Բոլորի մոտ տարբեր է պարանոցի երկարությունը, ուսերի լայնությունը, քնի սովորությունները։ Լուծումը պարզվեց ծիծաղելիորեն պարզ՝ սովորական լոգանքի սրբիչ։ Երբ դուք սրբիչը գլորում եք խիտ գլանաձև եւ դնում պարանոցի տակ, այն ստեղծում է ողնաշարի բնական կորի իդեալական աջակցություն։ Պարանոցի եւ ուսերի մկանները հանգստանում են, զարկերակները ազատվում են, արյան հոսքը վերականգնվում է, ուղեղը ստանում է բավարար թթվածին եւ քնի որակը ակնթարթորեն բարելավվում է։ Ես ցույց տվեցի Վարդանին, թե ինչպես ճիշտ գլորել սրբիչը, մոտավորապես իր նախաբազախքի հաստությամբ եւ դնել պարանոցի ու բարձի միջև։ Արդեն առաջին գիշերը նա արթնացավ առանց ցավի։ Անահիտ, չեմ կարող հավատալ։ Առաջին անգամ բազմամյա ընթացքում լավ քնեցի։ Պարանոցս չի ցավում, գլուխս մաքուր է, տրամադրությունս բարձր է, եւ սա միայն սրբիչ է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ պարանոցային բաժնի ճիշտ աջակցությունը մեծացնում է ուղեղի արյան հոսքը 25-ից 30%-ով։ Սա հսկայական տարբերություն է։ Պատկերացրեք, որ ամբողջ կյանքում շնչում եք նեղ խողովակով, իսկ հիմա հանկարծ ստացաք լիարժեք շնչելու հնարավորություն։ Հենց այդպես է զգում ձեր ուղեղը, երբ պարանոցը ճիշտ դիրքում է։ Ինչպես օգտագործել սրբիչը։ Վերցրեք սովորական միջին չափի սրբիչ։ Կրկնակի ծալեք այն երկայնքով մի քանի անգամ, որպեսզի ստացվի խիտ գլան, մոտ 7-10 սանտիմետր հաստությամբ։ Պարկեք մեջքի վրա։ Դրեք գլանը պարանոցի ու բարձի միջև, այնպես որ այն լրացնի պարանոցային կորի տակ գտնվող տարածությունը։ Գլուխը պետք է լինի բարձի վրա, իսկ պարանոցը գլանի վրա։ Շրջեք գլուխը աջ ու ձախ, պետք է հարմար լինի։ Եթե գլանը չափից հաստ է, հանեք մեկ շերտ սրբիչ։ Եթե չափից բարակ է, ավելացրեք։ Սա անհատական է։ Գլխավորն հարմարավետության եւ հանգստության զգացողությունն է։
Հիմա ունեք 4 հզոր գործիքներ, բայց առջևում ամենագլխավոր մեթոդն է, այն, որ օգնեց Անժելային ազատվեր քնաբերից 30 տարվա կախվածությունից։ Պատրաստվեք։ Այնինչ հիմա կիմանաք կարող է թվալ չափից ավելի պարզ ճիշտ լինելու համար, բայց այն աշխատում է։ Մեթոդ համար 1. Պարկիկ հնդկաձավարով։ Այո, սովորական հնդկաձավարը, որը կա յուրաքանչյուր խոհանոցում, բայց օգտագործել այն պետք է հատուկ ձևով։ Այս պարզ մեթոդում թաքնված են 3 հզոր էֆեկտներ, որոնք միաժամանակ ազդում են անկնության բոլոր պատճառների վրա։ Առաջին էֆեկտը՝ բնական կետային մերսում։ Գանգի հիմքում գլխի հետևի մասում գտնվում են կենսաբանորեն ակտիվ կետերի հավաքածու, որոնք ավանդական չինական բժշկության մեջ կոչվում են քնի դարպասներ։ Երբ այդ կետերը լարված կամ փակված են, առաջանում են գլխացավեր, ճշմարտ ցատկերներ, իհարկե անկնություն։ Հնդկաձավարի հատիկները, որոնք լցված են փոքրիկ պարկի մեջ, մեղմուրեն մերսում են այդ գոտին ամբողջ գիշեր։ Գլխի յուրաքանչյուր շարժում ստեղծում է թեթև ճնշում, որը հանգստացնում է մկանները, բարելավում է արյան շրջանառությունը և ակտիվացնում է բնական քնելու գործընթացները։ Երկրորդ էֆեկտը՝ ջերմակարգավորում։ Խորը քնի համար կարևոր է, որ գլխը լինի զով, իսկ ոտքերը տաք։ Սա կապված է ուղեղի աշխատանքի առանձնահատկությունների հետ։ Երբ գլխի ջերմաստիճանը իջնում է 1-2 աստիճանով, ուղեղային ակտիվությունը բնականորեն դանդաղում է, մտքերը հանգստանում են և օրգանիզմը ավելի հեշտ անցնում է քնի վիճակի։ Հնդկաձավարը ունի եզակի հատկություն, այն չի կուտակում ջերմություն, ինչպես սինթետիկ նյութերը, այլ ընդհակառակը ցրում է այն։ Սա ստեղծում է թեթև սառեցնող էֆեկտ, որը ազդանշան է տալիս ուղեղին, պետք է քնել։ Երրորդ էֆեկտը՝ հանգստացնող ձայն։ Երբ դուք շրջում եք գլուխը, հնդկաձավարի հատիկները հանգիստ շշնջում են։ Այս ձայնը այնքան բարակ և չնյարդայնացնող է, որ շատերը գիտակցաբար նույնիսկ չեն նկատում այն։ Բայց ենթագիտակցությունը ընկալում է այդ ռիթմիկ շշնջոցը և արձագանքում հանգստացմամբ։ Սա աշխատում է նույն սկզբունքով, ինչ սպիտակ աղմուկը, անձրևի ձայնը, ծովի ալիքները, տերևների շշնջոցը։ Միօրինակ բնական ձայները սինխրոնացնում են ուղեղի ալիքները և նյարդային համակարգը տանում են հանգստի վիճակի։ Ինչու հենց հնդկաձավարը հայտնվեց առաջին տեղում։ Որովհետև բոլոր նախորդ մեթոդները լուծում էին միայն մեկ խնդիր։ Ածուխը մաքրում էր օդը, մասուրը հանգստացնում էր մտքերը, հաշմանդամ յուղը փոխում էր նյարդային համակարգը, սրբիչի գլանը աջակցում էր պարանոցին։ Բայց հնդկաձավարը ազդում է միանգամից 3 հիմնական գործոնների վրա՝ մկանների ֆիզիկական հանգստացում, ուղեղի սառեցում և նյարդային համակարգի հանգստացում ձայնի միջոցով։ Սա համալիր լուծում է։ Հենց այս մեթոդը ես տվել եմ Աննային 5 տարի առաջ։ Խնդրեցի նրան լցնել փոքրիկ բամբակյա պարկի մեջ 2 բուռ հում հնդկաձավար, կապել այն և դնել պարանոցի ու բարձի միջև։ Անահիտ, ասաց նա այն ժամանակ կասկածով, 30 տարի հաբեր եմ խմում, իսկ դուք ինձ հնդկաձավար եք առաջարկում։ Բայց նա վստահեց և փորձեց։ Այդ գիշերը տեղի ունեցավ հրաշք։ Նա քնեց 7 ժամ առանց զարթնելու։ Առավոտյան զանգեց ինձ ուրախության արցունքներով ձայնում։ 3 շաբաթ հետո նա ամբողջությամբ հրաժարվեց քնաբերից։ 2 ամիս հետո ընտանիքը չէր կարողանում հավատալ փոփոխություններին։ Հիշողությունը վերադարձավ, տրամադրությունն ուժեղացավ։ Նա կրկին դարձավ ակտիվ, շփվող, ուրախ։ Անահիտ, ասաց նա, ինձ վերահսկողական ընդունարանում, ես մտածում էի, որ այլևս երբեք նորմալ չեմ քնելու։ Իսկ պարզվեց, ամեն ինչ լուծվում է այդքան պարզ։ Ինչու ինձ ոչ ոք ավելի շուտ չպատմեց դրա մասին։ Սա լավ հարց է։ Ինչու բժիշկները չեն խոսում այս պարզ մեթոդների մասին։ Որովհետև ժամանակակից բժշկությունը կողմնորոշված է դեղերի և տեխնոլոգիաների վրա։ Սա արագ է, հարմար է, շահույթ է բերում դեղագործական ընկերություններին։ Բայց մենք մոռացել ենք, որ մարդու օրգանիզմը ստեղծված է բնության կողմից և ամենալավ արձագանքում է բնական մեթոդներին։ Հաբը կարող է անջատել ախտանիշը, բայց չի վերացնում պատճառը։ Իսկ բնական մեթոդները աշխատում են պատճառի հետ, մեղմորեն վերականգնելով քնի բնական մեխանիզմները։ Ինչպես ճիշտ օգտագործել հնդկաձավարը։ Վերցրեք փոքրիկ պարկ բնական կտորից, ամենալավը բամբակ կամ կտավ, չափը մոտ 15x20 սանտիմետր։ Լցրեք այնտեղ 2-3 բուռ հում հնդկաձավար։ Պարկիկը պետք է լինի փափուկ և արացեկական։ Կապեք պարանով կամ կարեք։ Պարկեք մեջքի վրա։ Դրեք պարկիկը պարանոցի ու բարձի միջև, մի փոքր ավելի ցածր, քան գլխի հետևի մասը։ Առաջին 2-3 գիշերները կարող է անսովոր լինել, սա նորմալ է։ Օրգանիզմը սովորում է նոր զգացողություններին։ Բայց արդեն մի քանի օր հետո կզգաք տարբերությունը։ Քունը կդառնա ավելի խոր, զարթնումները ավելի հազվադեպ, առավոտները ավելի սթափ։ Կարևոր խորհուրդ՝ համադրեք հնդկաձավարը սրբիչի գլանի հետ։ Սրբիչը աջակցում է պարանոցային կորին, հնդկաձավարը մերսում է հետևի կետերը և սառեցնում գլուխը։ Միասին նրանք ստեղծում են խորը քնի իդեալական պայմաններ։ Եվ կարող եք ավելացնել մնացած բոլոր մեթոդները՝
Ածուխը մաքուր օդի համար, մասուրը մտքերի հանգստության համար, ծառերի բույրը նյարդային համակարգի հանգստացման համար։ Ամեն ինչ միասին դառնում է քնի հզոր բնական թերապիա, որը աշխատում է համալիր, ընդգրկելով խնդրի բոլոր ասպեկտները։ Պետրոսը 79 տարեկան, 23 տարի տառապում էր քրոնիկ անկնությունից։ Նա փորձել էր ամեն ինչ՝ տարբեր քնաբերներ, հակադեպրեսանտներ, հոգեբույժների խորհրդատվություններ, թանկարժեք օրթոպեդիկ մատրասներ, հիշողության էֆեկտով բարձր։ Ոչինչ երկարաժամկետ չէր օգնում։ Երբ եկավ ինձ մոտ, ես տեսա հոգնած, ճնշված մարդու, ով կորցրել էր հույսը։ Ես պարզապես ուզում եմ նորմալ քնել, թեկուզ 5 ժամ անընդմեջ։ Սա հնարավոր է։ Ես նրան տվեցի բոլոր 5 մեթոդները միանգամից եւ խնդրեցի կիրառել դրանք համալիր։ Ածուխը բարձի տակ մաքուր օդի համար, մասուրի պարկիկը հանգստության համար, սրբիչի գլանը պարանոցի աջակցության համար եւ հնդկածավարը գլխի հետևի մասում։ Առաջին շաբաթը նա ամեն օր զանգում էր ինձ հաշվետվություններով։ Արդեն քնում եմ 4 ժամ անընդմեջ։ Այսօր քնեցի 5 ժամ, 6 ժամ առանց զարթնելու։ 1 ամիս հետո նա եկավ ընդունարան այլ մարդու տեսքով։ Աչքերը մաքուր, դեմքը թարմացած, ձայնը սթափ։ Չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ այդքան լավ եմ զգացել։ Հիշողությունս բարելավվել է, տրամադրությունս կայուն է, էներգիա է հայտնվել։ Կրկին գնում եմ ձկնորսության, հանդիպում եմ ընկերներիս, խաղում եմ թորնիկներիս հետ։ Կյանքը վերադարձավ։ Ահա թե ինչն է ամենակարևորը։ Այս մեթոդները ոչ միայն բարելավում են քունը, այլ վերադարձնում են կյանքի որակը, որովհետև լիարժեք քունը ամեն ինչի հիմքն է։ Երբ դուք լավ եք քնում, ուղեղը աշխատում է հստակ, հիշողությունը սուր է, տրամադրությունն ուժեղ է, իմունիտետը ամուր, սիրտը առողջ։ Դուք զգում եք, որ կենթանի եք, լի ուժով, պատրաստ եք ուրախանալ յուրաքանչյուր նոր օրվա համար։ Իսկ հիմա եկեք ամփոփենք եւ ամրապնդենք այն ամենը, ինչ դուք իմացաք։ 5 բնական մեթոդ խորը վերականգնող քնի համար։ Մեթոդ համար 5-ը՝ փայտածուխի կտոր բարձի տակ։ Այն մաքրում է օդը ձեր գլխի շուրջը, կլանում է խոնավությունը, հոտերը եւ վնասակար մասնիկները։ Դուք ամբողջ գիշեր ազատ շնչում եք։ Քիթը չի խցանվում, կոկորդը չի չորանում։ Սա ստեղծում է հարմարավետ քնի բազային պայմաններ։ Մեթոդ համար 4-ը՝ չորացրած մասուրի պարկիկ բարձի տակ։ Նրա բարակ բույրը հանգստացնում է նյարդային համակարգը, լուծում է անհանգիստ մտքերը եւ օգնում է մտքին թողնել օրվա հոգսերը։ Դուք հեշտությամբ եւ բնականորեն ընկղմվում եք քնի մեջ, առանց տանջող պարկելու եւ վեր կենալու։ Մեթոդ համար 3-ը՝ սոճու, կեչու, հացի եթերային յուղ։ Անտառային բույրը օրգանիզմը փոխում է ստրեսի ռեժիմից դեպի հանգստի ռեժիմ, նվազեցնում է զարկերակային հաճախությունը, կարգավորում է ճնշումը, հանգստացնում է մկանները։ Դուք զգում եք, կարծես քնում եք ոչ թե խեղդվող բնակարանում, այլ մաքուր սոճու անտառում։ Մեթոդ համար 2-ը՝ գլորված սրբիչի գլան պարանոցի տակ։ Այն աջակցում է ողնաշարի բնական գորին, ազատում է զարկերակները, բարելավում է արյան հոսքը դեպի ուղեղ։ Դուք արթնանում եք առանց կարծրացման, առանց գլխացավի, բոդր եւ հանգստացած։ Մեթոդ համար 1-ը՝ հնդկածավարի պարկիկ գլխի հետևի մասում։ Այն ստեղծում է եռակի էֆեկտ, մերսում է կենսաբանորեն ակտիվ կետերը, սառեցնում է գլուխը եւ հանգստացնում է մեղմ շշնջոցով։ Սա ամենահզոր մեթոդն է, որը միաժամանակ ազդում է անքնության բոլոր պատճառների վրա։ Յուրաքանչյուր մեթոդ աշխատում է ինքնուրույն, բայց իսկական հրաշքը սկսվում է, երբ դուք օգտագործում եք դրանք միասին։ Նրանք լրացնում են միմյանց, ուժեղացնում են էֆեկտը եւ ստեղծում են իդեալական պայմաններ բնական քնի համար։ Խորը, անընդհատ, վերականգնող։ Ամեն ինչի արժեքը 500 դրամից պակաս։ Ածխի կտորը 100-200 դրամ, մասուրի մի բուռը 300-500 դրամ, եթերային յուղը 300-400 դրամ, սրբիչը արդեն ունեք, հնդկածավարը խոհանոցում էլ կա։ Ընդհանուր առմամբ ավելի քիչ քան 1 տուփ քնաբեր, բայց էֆեկտը անհամեմատ հզոր է, եւ ամենակարևորը անվտանգ եւ կայուն։ Ինչ կլինի, եթե սկսեք կիրառել այս մեթոդները արդեն այսօր։ Առաջին շաբաթը կնկատեք, որ ավելի հեշտ է քնելը։ Գիշերը զարթունումները կդառնան ավելի հազվադեպ։ Առավոտյան կզգաք ավելի հանգստացած, թեև գուցե ոչ ամբողջությամբ։ Երկրորդ շաբաթը քունը կդառնա ավելի խոր։ Դուք կսկսեք արթնանալ ոչ թե ամեն շշնջոցից, այլ միայն զարթուցիչից։ Գլուխը կդառնա ավելի մաքուր, տրամադրությունը կայուն։ Մերձավորները կնկատեն, որ դուք ավելի հանգիստ եք դարձել։ Երրորդ-չորրորդ շաբաթը, ահա թե որտեղ է սկսվում իսկական փոխակերպումը։ Քունը կդառնա այնպիսին, ինչպիսին պետք է լինի։ Դուք կպարկեք անկողին, կփակեք աչքերը եւ մի քանի րոպեում կընկղմվեք խորը քնի մեջ։ Կքնեք 6-8 ժամ անընդմեջ եւ արթնանաք սթափ, մաքուր գլխով, պատրաստ նոր օրվան։ Հիշողությունը կբարելավվի, էներգիան կվերադառնա, կյանքը կրկին կխաղա գույներով։
Բայց ինչ կլինի, եթե չսկսեք։ Եթե այսօր էլ պարկեք եւ տանջվեք անկնությունից ինչպես երեք, ինչպես նախորեք, ինչպես այս բոլոր ամիսներն ու տարիները։ Այդ դեպքում վաղը կարթնանաք նույն հոգնածությամբ։ Մեկ շաբաթ հետո կդառնաք ավելի գրգռված։ Մեկ ամիս հետո կնկատեք, որ հիշողությունը վատթարացել է, ուշադրությունը ցրվում է, տրամադրությունը ավելի հաճախ ճնշված է։ Քրոնիկ քնազրկությունը դանդաղ, բայց հաստատ ոչնչացնում է օրգանիզմը։ Այն թուլացնում է իմունիտետը, բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը, արագացնում է ուղեղի ծերացումը, առաջացնում է դեպրեսիա։ Ընտրությունը ձերն է։ Դուք կարող եք շարունակել ապրել այնպես, ինչպես հիմա եք ապրում, կամ կարող եք այս երեկո անել մեկ պարզ քայլ եւ սկսել վերադառնալ նորմալ կյանքին։ Սա չի պահանջում մեծ ջանքեր, չի պահանջում մեծ գումարներ։ Պահանջվում է միայն մեկ բան՝ ձեր որոշումը հոգ տանել ձեր մասին։ Ես հավատում եմ, որ դուք կընտրեք առողջությունը։ Հենց դրա համար եմ ձայնագրել այս տեսանյութը, ձեզ տալու գիտելիք, որը կարող է փոխել ձեր կյանքը, ցույց տալու, որ լուծումը կողքին է, որ այն པարզ է եւ հասանելի բոլորին։ Սկսեք այսօր, պատրաստեք ձեր անկողինը այնպես, ինչպես նկարագրեցի, եւ պարկեք քնելու, հավատալով, որ ձեր մարմինը գիտի, թե ինչպես վերականգնվել, եթե դրամատրեք ճիշտ պայմաններ։ Եթե այս տեսանյութն օգնեց ձեզ, եթե զգացիք, որ գտաք այն, ինչ փնտրում էիք, կիսվեք այն նրանց հետ, ովքեր նույնպես տառապում են անկնությունից։ Գուցե դրանք ձեր ծնողներն են, ընկերները, հարևանները։ Յուրաքանչյուր մարդ, ով կիմանա այս մեթոդների մասին, ստանում է շանս վերադարձնել նորմալ քունը եւ լիարժեք կյանքը։ Գրեք մեկնաբանություններում, սկսում եմ այսօր։ Այս երկու բառերը կդառնան ձեր խոստումը ինքներդ ձեզ եւ կոգեշնչեն ուրիշներին, ովքեր դեռ կասկածում են։ Հիշեք, տարիքը դատապարտություն չէ, անկնությունը նորմ չէ, հաբերից կախվածությունը ճակատագիր չէ, ամեն ինչ կարելի է փոխել։ Մեղմորեն, բնականորեն, անվտանգ։ Ձեր մարմինը սպասում է ձեր օգնությանը։ Տվեք նրան այն, ինչ պետք է, եւ այն կպատասխանի ձեզ շնորհակալությամբ, խորը քնով, մաքուր մտքով, ամուր առողջությամբ եւ կյանքի ուրախությամբ։ Թող ձեր յուրաքանչյուր գիշեր լինի հանգիստ։ Եղեք առողջ եւ երջանիկ։